Ես ախի քարտուղարի հետ բանակցում էի ներկայացրելի ծրագիր, որ մենք ամբողջականությունը պահպանելով ինքնուրույնություն ունենանք եւ ապրենք այդ տարածքներում։ Այո, իմ հակառակորդները, որը Բաքվում են այսօր, ասում էին միջև վերջ պայքարել։ Ճիշտ է։ Հիմի հայտարարություն են անում Բաքվից, որ մենք հայերս, ադրբեջանցիք իրար հետ պիտի ապրենք, կողք կողքի պիտի ապրենք եւ այլ եւ այլ։ Հիմա ես էի ճիշտը, թե իրանք։ Այդ դեպքում չէ։ Մեզ մնաց երկիրի կորցնել, հա։ Մի բանը դուք եք առաջարկում ավելի վատ։ Ինչ եմ վատ առաջարկում։ Բայց քննադատում եք մադրիդյան սկզբունքները։ Ես ավելի վատ ստեղծված վիճակից եմ։ Ձեր ասածն էլ էլի ինտեգրացիա։ Մի րոպե։ Դուք հաղթանակած վարում եք այդ քաղաքականությունը։ Դուք պարտված, ես առաջարկում եմ այդ տարբերակը։ Դա տարբերություն տեսնում եք, թե չեք ուզում տեսնել։ Տարբերություն տեսնում ուղղակի խնդիրն է, որ դուք երբևէ դրա մասին չեք խոսել։ Ես երբևէ դրա մասին չեմ էլ խոսում։ Եվ այն ինչ որ ես առաջարկում եմ, ես չեմ կարող բացեմ ինչ է առաջարկում։ Մինչև Նիկոլ Փաշինյանը չեք խոսել, որ բոլորը բանակցել են Արցախ-Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Ոչ մեկը իրանք այդ որ բացատրում են, այդ պահին ստեղծված վիճակում 2023 թվին դու այլ բաներ չես կարող առաջարկես, դու պետք է հայեցի պահելու Ղարաբաղը, բանակցեի տեղ, լավ օրեր կգային, նրանց հետո կհասկանայինք, բայց այդ փուլում այլ ընտրանք չունես։ Չէ, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ինչի չէի ասում, ինչ եք դուք բանակցում, Արցախը թողում եք Ադրբեջանի կազմում։ Իրոք դուք տենց անկեղծ եք, ես չեմ ասել, դուք տենց եք համարում։ 2009 թվականին, երբ որ դուք Շվեյցարիայում ստորագրում եք փաստաթուղթ Թուրքիայի հետ սահման բացել, միակ քաղաքական գործիչը ես եմ եղել։ Հրապարակային ասել եմ ձեզ, որ Ղարաբաղը նվիրում եք Ադրբեջանին, բա որ չեք նվիրում, ինչ ճանապարհ եք բացում, ով է այդ բացում այդ ճանապարհը։ Բայց մեկը միշտ ինչ կապ ունի նվիրել, ինչ նվիրել։ Դու բացատրում եմ, որովհետև դրանից հետո Բաքուն հայտարարեց, որ Թուրքիան չի կարող այդ ճանապարհը բացի, Էրդողանը մի շաբաթից գնաց Բաքու, նստին խոսին, ասեց մենք մեր ախպեր ժողովրդին չենք դավաճանում, հələ մի քիչ է մեր ղեկավարին ձեռ առել, եթե հիշեց այդ պահը։ Էդվարդ Նալբանդյանին։ Չէ։ Այդ ժամանակվա նախագահին Սերժ Սարգսյանին։ Այո, վերցրեք նայեք այդ հերոստա տեսությամբ Ադրբեջանի, Թուրքիայի հետ, Թուրքիայի նախագահան, Էրդողանը եւ Թուրքիայի վարչապետերը են վաղ նախագահ չէր։ Եվ այդքանը կատարում է։ Այսինքն ես ասել եմ, որ եթե դուք Ղարաբաղը զիջում եք, կարակ ճանապարհը բացեք։ Այսօր էլ Ադրբեջանը ասում է, Թուրքիան ասում է, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքեք, որ այս սահմանը բացեն։ Պարոն Բաբայան, բայց կներեք էլի, Ղարաբաղը զիջելը այլ բան է, գնալ փողզիջման այլ բան է, 7 շրջանները որևէ տարբերություն չկա, 7 շրջանը տալիս ես, կածանը թողում, բառացիորեն ձևակերպել եմ, որ այդ կածանով մի հատ գառին գիտես ինչ է, այդ մեծ կին գցելու են մեքենայի տակ ու պատճառ դնեն ճանապարհը փակեն։ Իրանք դա չարեցին, իրանք դրին էկոլոգիա ու ճանապարհը փակին։